Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 346 հատ խեց գետնոսիչ եւ 90 հատ ձկնորսական ցանց։ Նման հաղորդագրություններ պարզապես քիչ թե շատ փոփոխված թվերով հաճախ պետք է որ ֆիքսած լինեք լրահոսում։ Էկո բարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճի մշտադիտարկման արդյունքում ամեն շաբաթ նման չակելտավոր ասած ոլս են ունենում։ Խնդիրն այն է, որ ոլսի քանակը ժամանակի ընթացքում չի նվազում, այսինքն լճից հանած ցանցերի տեղը զբաղեցնում են նորերը։ Ձկնագողությունը շարունակում է ծաղկել մի պարզ պատճառով։ Լճի հարակից բնակավայրերի բնակիչներից շատերի համար սա գոյատևման, եթե չասենք միակ, ապա գլխավոր աղբյուրն է։ Եթե դու ոչ մի բան չես արես տարիների ընթացքում, որ իրենք ունենան այլընտրանք, հնարավորինս նվազեցնեն կախվածությունը, պարզա որ մարդը ընտանիք պահելու համար ամենօրյա խնդիր ա լուծում, եւ այդ խնդրի լուծումը տեսնում է Սևանից ձուկ որսալով, խեցգետին որսալով։ Գեղարքունիքի մարզի տարածքում չկան բնական հանածոներ, հանքարդյունաբերական ընկերություններ, զարգացած չէ գյուղատնտեսությունը, չկան արդյունաբերական կամ տուրիստական կենտրոններ։ Այսինքն մարզի բնակիչները չունեն ստաբիլ եկամտի աղբյուր։ Լուծումը կարող են լինել օրինակ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ու առաջ մղման ծրագրերը, բայց կառավարությունը ՓՄԶ-ներին հիշում է բացառապես, երբ արևմուտքից հերթական սուբսիդիան ստանալու հարց է առաջ գալիս։ Համայնքի ղեկավարները օրենքով սահմանված լիազորություն ունեն տեղական տնտեսական զարգացման մասով, ներդրումների ներգրավում, ենթակառուցվածքներ եւ այլն, բայց փաստացի ոչ մի բան չի արվում։ Տեղական ինքնակառավարման մարմինները բնականաբար շահագրգռված են, որպեսզի իրենց բնակիչներն ունենան կայուն եկամուտներ։ Համայնքի տարածքում էլ նոր բիզնեսներ ստեղծվեն, բայց դրա համար թիմերը չունեն անհրաժեշտ միջոցներ։ Առանց կենտրոնական իշխանության աջակցության ոչինչ անել չեն կարող։ Թիմի բյուջեն շատ սահմանափակ է, համայնքում մենակ գույքահարկ ու հողի հարկն է մասան համայնքի բյուջե, մնացած հարկեր, օրինակ համայնքում գոյացած եկամտային հարկը, շահութահարկը, որոնք որ համատաբար մեծ տեսակահարկշի ունեն հարկայի կառուցվածքում, դրանք գնում են պետական բյուջե։ Սևանի շուրջ գտնվող բնակավայրերում ներդրողների ներգրավելու համար անհրաժեշտ է նաև ենթակառուցվածքների խնդիրը լուծել։ Առանց դրա ակնկալել, որ այնտեղ բիզնեսը պատրաստ կլինի ներդրումներ անել, միամտություն է։ Համայնքներում մեծ մասում անգամ խմելու ոռոգման ջուր չկա։ Պայմանական միջազգային ներդրողը գա, նրանք տեսնելու է, որ այդտեղ խմելու ջուր չկա, ոռոգման ջուր չկա, էլ ինչի մասն է, էլի մեծ խոշոր ներդրում իրականացնել է։ Սևանից իրականացվող ձկան որսի հետ կապված մի կարևոր խնդիր էլ կա։ Տպավորություն է ստեղծվում, որ լճից ձկան որսի քվոտաներից օգտվում են խոշոր բիզնեսները։ Սովորական ձկնորսներին էլ մնում է գնալ ապօրինության իրենց անհրաժեշտ սիգը լճից հանելու համար։ Երբ որ դու մտնում ես խանութ, տեսնում ես, որ սիգի կոնսերվաներ կան, պահածոյացված տարբեր ուտելիքներ կան սիգից սարքած, դու հասկանում ես, որ դա առանձին բիզնես է։ Կա կարծիք, որ եթե գոնե պետության կողմից համակարգվի ձկնորսությունը Սևանում, հնարավոր կլինի ձկան գինը կարգավորել եւ ավելի մեծ եկամուտ ապահովել հարակից համայնքների բնակիչների համար։ Որքան քիչ ձուկ որսան, այնքան շուկայում կաճի դրա գինը։ Ըստ այդմ, ավելի քիչ սիգ բռնելով, ավելի շատ կվաստակեն։ Սևանն էլ չի դատարկվի։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։